Armenian WikiLeaks կոչվող Telegram-յան ալիքը տարածել է ինտիմ բնույթի այս տեսանյութերը, պնդելով, որ կադրերում Արշակ arczepiskopos Խաչատրյանն է։ Էջը պնդում է, որ կադրերում երևացող մյուս անձը Արշակ Սրբազանի քեռու կինն է։ Այս պայն ամենաակտիվ քննարկվող թեման է սա։ Երևում է, որ նկարված է բնակարանում թաքնված տեսախցիկից, ենթադրաբար կա մեկ այլ վիդեո ավելի բաց, ես չեմ նայել, ձեզ էլ խորհուրդ չեմ տա նայել։ Գիտեմ ինչ արծածակել ձեզ մոտ, ոչ պորնո չկա, պորնո կադրեր չկան։ Ինչևէ, այդ հրապարակումից հետո այս Armenian WikiLeaks կոչվող էջը ջնջված է, էլ չկա այս էջը։ Բայց բնականաբար ուրիշ էջեր տարածել են։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի արդեն հայտնի դարձած քեռու կնգան դոմփելու մասին այդ արտահայտությունը ըստ երևույթի սրա մասին էր։ Արշակ Սրբազանը անդրադարձել է սրան իր Telegram-ում եւ նշել է, որ նախընտրում է արհամարել եւ լուրջ չի վերաբերվում այս խորհրդանոցներին ու զրպարտություններին։ Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն խիստ քննադատել են եւ դատապարտել են այս քայլը։ Թեմային անդրադարձել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, սա անթույլատրելի է համարել։ Բնականաբար հաշվի առնելով Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև կոնֆլիկտը, շատերը պնդում են, որ սա արվել է Փաշինյանի պահանջով գաղտնի ծառայությունների կողմից։ Գրեք ձեր կարծիքը այս ամենի մասին մեկնաբանություններում, լայքեք, տարածեք, շնորհակալություն։